Ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնման զուգահեռ Իլ-դե-Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել է եւ շարունակվում է մշակվել Երևան քաղաքի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը բացի առանձնացված ավտոբուսային գծերի ընդլայնումից ներառում է նաեւ մի շարք փողոցներ, որտեղ երթևեկության կազմակերպման փոփոխությունների արդյունքում Իլ-դե-Ֆրանսի գործընկերների կողմից առաջարկվել է կիրառվել երթևեկության սահմանափակումներ, այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Պատկերոտում հետիոտնային հատվածները առանձնացված են դեղին գույնով։ Սա ընդհանուր հայեցակարգային գաղափար է։ Խնդրեմ հաջորդ պատկերին։ Որպես փոփոխությունների առաջին քայլ հետիոտնային հատվածները առաջարկվել են Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ, որը պատկերում նշված է վարդագույն գույնով։ Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ Իլ-դե-Ֆրանսի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները շարժունակության վերաբերյալ եւ իրականացվում են վերլուծություններ նշված հետիոտնային հատվածներին զուգահեռ ներդնելու հեծանվային եւ ինքնագլդորների համար առանձնացված երթուղիներ։ Խնդրեմ հաջորդ սլայդ։ Արդյունքում պատկերը պետք է լինի հետիոտնի համար նման կերպով առաջարկի իրագործման արդյունքում ակնկալվում է կիրառել երթևեկության սահմանափակումներ եւ տվյալ հատվածները սահմանել հետիոտնի համար։ Նշված առաջարկվող փոփոխությունների նպատակը կայանում է նրանում, որ փոքր կենտրոնում կիրառված սահմանափակումների արդյունքում նախատեսված լինի հասարակական տրանսպորտի եւ հետիոտնի համար։ Նշված առաջարկի մասով ներկայումս դեռ իրականացվում են ուսումնասիրություններ եւ վերլուծություններ բարեփոխումների հետագա քայլերում ներառելու համար։ Խնդրեմ հաջորդ նկարը։ Ներկայացված առաջարկների քննարկման արդյունքում որոշում է կայացվել հունիս ամսվա ընթացքում իրականացնել ավտոբուսային առանձնացված գծերի շարունակության ապահովումը, ինչպես նաեւ երթևեկության փոփոխություններ մի շարք փողոցներում։ Պատկերում ներկայացված է առաջիկա պլանավորված փոփոխությունների արդյունքում երթևեկության կազմակերպման նոր սխեմաները, որի նպատակն է հասարակական տրանսպորտը առանձնացնել ընդհանուր երթևեկությունից, ապահովելով արդյունավետություն եւ սպասարկման որակի բարձրացում։ Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում ներդրված ավտոբուսային առանձնացված գիծը կապահովի շարունակություն դեպի Խորենացի փողոց եւ հնարավորություն տալով ավտոբուսին ցախ շրջադարձ կատարել դեպի Խորենացի փողոց։ Խորենացի փողոցում կներդրվեն ավտոբուսային առանձնացված գծեր երկու ուղղություններով եւ կկիրառվի կայանման արգելք։ Իտալիայի Բեյրութի եւ Արգիշտի փողոցներում ավտոբուսային առանձնացված գիծը կշարունակվի մինչեւ հաղթանակ կամուրջ։ Այս փոփոխությունների համատեքստում կիրականացվեն երթևեկության փոփոխություններ նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, որի արդյունքում Լուսավորիչ փողոցից Մաշտոցի պողոտախաչմերուկում կավելացվի երթևեկելի գոտի